Պարոն Դանիելյան, խնդրեմ իրավիճակը ներկայացնեք, ինչպես է գնահատում Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող այս ամենը եւ արդյոք սա կապում եք Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջանում կատարած այն հայտարարությունների հետ, որ եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սամվել Կարապետյանը, եւ նաեւ Սերժ Սարգսյանը բոլորը պատասխան են տալու իրենց հարազների համար, ասում էր բոլորին սատկացնելու եմ, կարող ենք դիտարկել Գագիկ Ծառուկյանի այս կալանավորումը նախերգանք այդ ամենին։ Ճիշտ ասած, ես մի քիչ այլ տեսանկյունից կմոտենայի ստացում եւ անընդհատ ներկայացրեցի ասացի վարչապետի խոսքերը, կամ ես էլ ներկայացրի իր խոսքերը, բայց միտքը այն է, որ Հայաստանում խոսող սեփականատերերը չկրկնենք քաղաքականության մեջ եւ նաեւ իրենց թերթում մի հոդված են գրել, որ ահա տեսեք կան Հայաստանում հարուստ մարդիկ, որոնք քաղաքականության մեջ են մտնում, հանգիստ ապրում են իրենց գործով զբաղվում։ Այսինքն խնդիրը հետեւյալն է, ով ունի մեծ գումարներ, նա չպետք է մտնի քաղաքականության մեջ, կամ Հայաստանի ընդդիմությունը չպետք է ունենա գումարներ։ Եվ դրա համար, ով մտնում է քաղաքականության մեջ, նա պետք է դառնա խոսքերով ասած փոքր, պետք է ունեզրկել։ Այսինքն այս գործընթացն է Գագիկ Ծառուկյանը մտել է քաղաքականության մեջ եւ դրա համար իրեն պետք է ունեզրկել։ Այսինքն համակարգ կազմել այնպես, որպեսզի ընդդիմությունը ունենա որևէ գումար իր աշխատանքները կազմակերպելու համար։ Այս process-ն է գնում եւ Գագիկ Ծառուկյանի գործողությունները պետք է հենց այդ տրամաբանության մեջ նայել, նույնպես նաեւ Սամվել Կարապետյանի դեմ եւ ունեցող գործընթացները։ Ուղղակի Սամվել Կարապետյանի հետ իր ակտիվների նույնիսկ գալի հատվածը գուցե մեծ մասը դեպքում Հայաստանից, բայց Հայաստանի ներսում նույնպես այդ գործընթացները գնում են էլեկտրոցանցերը, բայց միևնույն ժամանակ նաեւ Տաշիկ Պիցայի օբյեկտներ փոխվեցին։ Այս տրամաբանությունն է։ Պետականացվեց նաև Արարատ ցեմենտը եւ գործելու է, ինչպես Գևորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարարը հայտնեց, էկոնոմիկայի նախարարության ներքո է գործելու։ Սա ինչպես է գնահատում, արդյոք քաղաքական ճնշման տարբերակ է սա։ Բնականաբար սա քաղաքական ճնշման տարբերակ է, սա նաև դասավորում ովքեր ունեն լուրջ հնարավորություններ ֆինանսական, որ նրանք այլևս չմտնեն քաղաքականության մեջ, բայց այստեղ երկու խնդիր է առաջանում։ Առաջին խնդիրը այն է, որ Հայաստանում սեփականության անձնագրության իրավունքը այլևս չգործի, ինչպես նաև մյուս սահմանադրական իրավունքները, եւ դա նշանակում է, որ Կարապետը կրվածքով Հայաստան շատ լուրջ խնդիրներ ունի, ոչ ոք ներդրումներ չի անելու, այդ մեսվածքը, որը իրենց խոսքերով ասած ճակատներով պետականացում է, բնականաբար իրենք չեն կարող վաճառել, որովհետեւ ցանկացած գնորդ իմանալով ավելիսորը իր ձեռքից կտանեն։ Նաև մյուս գործարարները գիտեն, որ իրենց ունեցվածքը անձնագրություն չունի։ Այսինքն պետությունը տնտեսական առումով գնալու է կոլապսի, ներդրումային ծրագրերին եւս ներդրումային ծրագրերին եւ այլն, սա երկարատև ժամանակում շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ առաջերտին հարվածելու է հենց Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածի վրա, որտեղ այդ ընտրազանգվածը մի զգալի հատվածը շատ պատպայմաններում են ապրում եւ իրենք սոցիալական ռեվանշի գաղափարներով են շարժվում, ահա նրանց ձեռքից կվերցնեն, կտան մեզ կամ գոնե մեզ չտան, թող նրանք էլ բացատրեն նրանք, բայց դա նշանակում ամբողջ տնտեսական համակարգը խլուժ է։ Այս նեոբոլշևիկյան գաղափարախոսությունը, որը վերցրել է փաստացի վարչապետը, մեզ կոլապսի է տանելու եւ նաեւ մյուս կարևոր խնդիրն է, հետևանքն է դրա լինելու այն, որ ընդդիմությունը հանրապես չունենալով որևէ ֆինանսական հնարավորություն գործելու, դա բերել է նրան, որ քաղաքական դաշտի սպառ վերածվելու է եւ քաղաքական դաշտում հայտնվելու են մարդիկ, որոնք անկառավարելի են, որոնք քաղաքական գաղափարներ չունեն եւ որոնք նույնպես վրեժի գաղափարով են գործելու եւ այդ վրեժի գաղափարը արդեն ուղղվելու է իրանց դեմ։ Այսինքն Հայաստանում քաղաքականության մահվանից հետո բարերային գործընթացներ են լինելու, որը ցանկացած նորմալ իշխանություն չի ցանկանա դա լինել։
Պարոն Դանելյան, վերջում կցանկանամ անդրադառնալ նոր ձևավորվող պարլամենտական ընդդիմությանը։ Այսօր նրանք գնալու են կենտրոնական ընտրական հանձնաժողով վերցնելու իրենց պատգամավորական մանդատները։ Չնայած այն հանգամանքին, որ իրենք եւս պնդում էին, որ ԲՀԿ-ից 60,000 եւ ավելի ձայն գողացվեց, բայց նրանք վերցնում են պատգամավորական մանդատները։ Ինչպես եք դուք գնահատում։ Ինչ կարող էին անել օգուտ ձեզ, օգնելու ձեզ որպես ընդդիմություն, որ չարեցին։ Ես կարծում եմ հարցը ճիշտ հայցեով չեք տալիս, որովհետև այդ հարցը պետք է տալ այն մարդկանց, որոնք վերցնում են մանդատները, առավել ևս, որ իրենք ասում են մասնավորապես Սաղաթ Կարապետյանը, որ ինքը գիտի ինչ է անելու, բայց դա գաղտնիք է, ոչ ոքի չի ասելու։ Երբ որ ժամանակը գա, կասի։ Հիմա եթե այդ մարդիկ ինչ-որ բան գիտեն, եւ մենք դրան դուրս չենք վերաբերվում, ապա այդ հարցի պատասխանը չի լինի, հա, որտեղ մենք նման ձևով են հանդես գալի։ Հիմա գոնե այդ պատգամավորները, որոնք վերցնելու են մանդատները, իրենք ենթադրում են, որ իրենց մի բան ասած կլինեն, եւ եթե այդ գաղտնիքը մեզ չեն բացում, գոնե այդ գաղտնիքը իմանալով դրանից հետեւով խող ինչ-որ տեսակետներ հայտնեն։ Ես կարծում եմ այդ հարցը ճիշտ չի ինձ կամ իմ նման մարդկանց տալու։